հարազատներ, ուղևորվում ենք Արարատի մարզի Նոյակերտ գյուղ, Արտուշիկս բոլորիդ քաչ հայտնի է ես կամ հաղորդաշարի շրջանակներից։ Արտուշիկի ծնունդն Այսօր ծնունդն է անակնկալ կերպով։ Դե քանի որ ծնունդն է, Արենցի զանգեց ասաց այդում ենք, ասի գնում ենք։ Նրանք ուրախացնենք մեր փոքրիկ։ Անակնկալ ունես, որ մեծ էր էլի չէի կարա բերեի, բայց ստացված ունես, որ հիմա իրար հետ պետքա բերենք։ Բա ասել ես որ բերեն։ Ասել ես որ բերեն։ Հա, ասել է։ Գեղեցիկ մայրամուտը, այս գեղեցիկ ճանապարհը մեզ հիմա տանում է ուղիղ որտեղ ենք գնում։ Նոյակերտ, հա, Նոյակերտ, տեսնում մի յուղ է։ Գնում ենք մեր Անուշ աղբորձանունդը շնորհավորենք մեր Խաչիկ Արենցու հետ միասին։ Հիմա գնում ենք Արենից Խաչիկ Արենցուն վերցնենք, Արենին մի պահ կախքատանա Խաչիկ Արենցու բացակայությունից, բայց հետո հետ ենք բերելու։ Գնում ենք գեղեցիկ անակնկալ անենք, որը հենց մտածել է Խաչիկ Արենցին, սրտանց ուզում է գնա իր Հովանավորյալ Անուշ աղբորձանունդը շնորհավոր։ Ոչ անում գիտեմ ոչ բան, հեսա գնանք Խաչիկի հետ խոսելով ճանապարհին կգնանք։ Հետաքրքիր հարցեր ենք տալու Խաչիկ Արենցուն։ Գնանք ի՞նչ է պատասխանելու։ Հա, Վարդան։ Գնանք տեսնենք բարեկամ։ Ահա ընկերներ։ Կամազը բկա, հասանք Արենի գյուղ, որտեղ հիմա մեզ սպասում է Խաչիկ Արենցին։ Ահագին ուշացրել ենք, էլի։ Ինքը տեսեք, ես էլ գինու փառատոնից մնացած գրությունը, որ գինու սկիզբը այստեղ է, Արենի գյուղում։ Այնպես որ գնանք Խաչիկ Արենցուն վերցնենք, շարունակենք մեր ճշմարիտ ճանապարհը։ Մենք հիմա ես եւ Խաչիկ Արենցին Ջան եմ ասել, 13 արտիկները։ Մենք իրար հեսնոր տեսանք ու գնում ենք ապրանքի չայրը։ Արտուշիկ, սիրելի ընկերներ, սիրելի հարազատներ, ուղևորվում ենք Արարատի մարզի Նոյակերտ գյուղ, Արտուշիկս բոլորիդ քաչ հայտնի է ես կամ հաղորդաշարի շրջանակներից։ Արտուշիկի ծնունդն է այսօր ծնունդն է անակնկալ կերպով։ Դե քանի որ ծնունդն է, Արենցի զանգեց ասաց այդում ենք, ասի գնում ենք։ Նրանք ուրախացնենք մեր փոքրիկ։ Եկա մի բագաժնիկ լավություն։ Հիմա ես ու Խաչիկ Արենցին Վարդանի հետ միասին գնում ենք գտնենք լավ տեղ, որ խորոված վերցնենք, իսկ Խաչիկ Արենցին արդեն էլ ինչ ասես վերցել է, ինչ նվեր ասես վերցել է, ամեն ինչ։ Մի ցելի բագաժնիկ, էլի, մի բեռնախցիկ նվեր է վերցրել, ինչի համար շատ շնորհակալ ենք, որ մենք ունենք նման հայորդի, Խաչիկ Արենցին ոչ միայն ճանաչված հայ երգիչ է, հայոց ժառանգությունը շարունակող, այլ նաև հիանալի մարդ։ Ու պատիվ է իմ համար, Խաչիկ Արենցին։ Ժորժ ջան, ես եմ շնորհակալ իմ լավ ընկերներին, այսօր մեր փոքր բալիկի օրը պետքա տոն դարձնենք, իմ ընկերների հետ, Ստեփանիս հետ, գնում ենք մեր Արտուշիկին ուրախացնենք։ Վստահ եմ լավ օր ենք ունենալու այսօր։ Իհարկե լավ օր է լինելու, այս երկի ներքո։ Հետ բան դնենք, հայրենասիրական։ Առանց քեզ գուցե ապրելը անհնար է, սրտից սերը միայն ինձ համար է։ Արտուշա, գալիս ենք աղբեր, գալիս ենք ու դու ոչինչ չգիտես։ Գնում ենք, ես ծննդը շնորհավորում եմ, հետո ասում եմ դու ունես հյուր։ Հյուրը քեզ շատ է սիրում, ասեն գանես, թե ասեն գնա։ Անակնկալ ենք ուզում։ Ես ասել եմ, ասեն գանես, թե գնա։ Հա։ Դե կասի թող գա։ Ոչ ասի թող գնա։ Կասի թող գա։ Որ ասի թող գնա, կասեմ լավ ու մենք հետ կգնանք ու նա չէ իմանա ում մերժեց, բայց դե կիմանա էլի։ Չի մերժեց, հաստատ կասի թող գանես։ Ամենակարևորը կարողանանք մեր փոքր հայորդուն բավականություն պատճառենք, բերկրանք պատճառենք, ուրախանա այսօր իր օրը տոն դարձնենք։ Այսօր իր սկիզբն է, ինքը պետք է ուրախ լինի։ Ծննդյան տարեդարձն է։ Այնպես որ հիմա մեծ պատվով հայրենասիրությամբ եւ հայրենանվիրվածությամբ գնում են Նոյակերտ։ Նոյակերտը արդեն հզոր անուն է, Նոյակերտ։ Նոյակերտը, երբ որ Մասիսից իջավ ու առաջին խաղողի շիվերը տնկեց հողի մեջ։ Հիմա էլ այնտեղ զբաղվում են խաղողագործությամբ, գինի են սարքում մի հրաշք տեղ, բնորան, որտեղ ապրում է մեր Արտուշը։
Արտուշը աղբերը, փոքր աղբերն է, էլի։ Փոքր աղբերն է։ Գնանք իրան ուրախացնենք, բայց Խաչիկ Արենցի մենք էլի են գնալու, չէ։ Տեսնենք ով իրեն շատ ակտիվ կպահի, մեզ պետք է տվյալներ տան, թե ուր գնանք։ Գնանք սիրուն անակնկալներ անենք միասին, եթե ժամանակներս ների, այսօր օրինակ Արտուշի համար շատ լավ պայմաններ ստեղծել, որովհետև մենք այսօր այն օրերից էր, որ գործ չենք անում, ու պատահաբար ինձ զանգեց Խաչիկ Արենցին, բա ուզում եմ գնամ, ու առաջին ես կամի հանդիպումից հետո Խաչիկ Արենցին կարծես շատ մեծ պատասխանատվություն զգա մեր Արտուշի հանդեպ, դրա համար չի ուզում ես կարևոր օրը բաց թողնել, իրար հետ գնում ենք ու գեղեցիկ անակնկալ անենք, ուրախացնենք, դրաս իսկ ճաչի թե չէ Արտուշը, կաղաչ ճանաչի, ասի դու ով ես, դու ինչ ես յուրաքանչյուր մարդու կողքին լինելը դա մեծ պատասխանատվություն է, Ժողովուրդ ջան, բազմիցս անգամ շեշտել եմ, բազմիցս անգամ ասել եմ, այսօր եթե տվյալ մարդուն կապ չունի, առհասարակ մարդ արարածին կարողանում ես կողքը լինել, ինչ-որ մի բանով սփոփել, ինչ-որ մի բանով դուխ տալ, հա, ասենց ժողովրդի ասած, այդ աշխարհը կարելի ասել, դրանից են կողմ աշխարհ չկա, մարդ արարածը մարդուն պետքա միշտ կողքը լինի, կողքը կանգնի եւ լավատեսորեն տրամադրի այս կյանքի հանդեպ, կարճ կյանք ենք ապրում, մեկս մյուսից փորձենք լավություն անել, սիրել, հարգել անպայման։ Ես այս ասածների վերաբերյալ գիտես ինչ եկավ մոտս ինչ միտք եկավ, նայ երկուսս էլ իրականում շատ բան չենք ունեցել կյանքում, որ ինչ-որ բանի հասնենք, չէ՞։ Ու այդ ասում ենք նրա համար, որ բոլոր փոքրիկները, ովքեր այս պահին չունեն հնարավորություն, իրանց կյանքը մի քիչ բարդ է, թե ֆինանսապես, թե խնդիրներ կան ընտանեկան, բալիկներ, իմացեք, ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Միշտ երազելը ունեցեք, երազեք ու իմացեք, որ կարող եք հասնել ձեր ուզածին։ Ես էլ Խաչիկ Արենցին էլ մեզ ոչ մեկ ոչ մի բան չի բերել տվել, երկուսս էլ աշխատել ստեղծել ենք, հենց ձեր նման դժվար օրեր ապրելով կարողացել ենք հասնենք այսքանի ու հələ շարունակում ենք գնալ առաջ ու մեր սրտի ցանկությունն է, որ բոլորը գիտակցեն ու իմանան, եթե դուք ծնվել եք ոչ բարենպաստ պայմաններում, դա պատիվ է եւ մի հատ հնարավորություն, որ գնաք առաջ, այնպես որ ոչ մի վարքյան չդադարեք հավատալ ու երազել։ Այո։ Խաչիկ Արենցին ու ես հենց այսպես շատ քիչ բանից այսքան ստեղծել ենք մեր հավատի շնորհիվ, մենք հավատացել ենք, ունեցել ենք Աստծուն մեր սրտում, մեր հոգում եւ բոլորին բարություն ենք արել։ Ինչքան կարող եք բարի գործեր արեք, բարի բաներ մտածեք ու իմացեք, որ ձեր կյանքը շատ լավ է լինելու։ Դուք մեղավոր չեք, որ ծնվել եք դժվար պայմաններում, բայց մեղավոր կլինեք, եթե կյանքից հեռանաք դժվար պայմաններում, այնպես որ չմոռանաք ու հիշեք։ Հիմա ձեր հետ խոսում են երկու անուշ աղբեր, ովքեր որ հենց ձեր նման դժվարություններ են տեսել ու մեզ չի տրվել այս ամեն ինչը հեշտ։ Մենք ինքներս հասել ենք սրան եւ դրանով ուժեղ ենք եւ դրանով կարողանում ենք ձեզ օգնել ու մեր հիմնական այսօրվա ու ընդհանրապես մեր ապրելու մեսիջը ձեզ այն է, որ իմանաք, միշտ կարող եք հաղթահարել դժվարությունները եւ գնալ առաջ։ Դες չի։ Այո, միանշանակ։ Երկուսս կենթանի վառօրինակ աղբեր նստած ստե։ Ոչ ենք օրինում։ Կարան հետաքրքրվեն։ Ես Վերնաշենցի, Ստեփան Վերնաշենցին եմ, Խաչիկն էլ Խաչիկ Արենցինը։ Ջան։ Երկուսից մասին էլ կարաք հեշտ հետաքրքրվեք, իմանաք մենք։ Ամենակարևորը չընկճվեք, ձգտեք, ամեն ինչի կարող եք հասնել, Ժողովուրդ ջան։ Այսօրվա մեր նպատակը նյութական աջակցություն ցույց տալը չի, ու մեր առհասարակ ցանկացած քայլի մեջ մեր անելիքներն է, որ ցանկացած լինել մարդ, ամենակարևորը, լինել մարդ տեսակ։ Դիմացինին կարողանալ օգտակար լինել, կողքը լինել։ Ու դուք կունենաք ամեն ինչ, ինչ որ ուզում եք։ Պետք է բարի լինեք, ձեր հոգին մենակ բարությամբ լցնեք։ Իսկ հիմա շարունակենք մեր ճանապարհը դեպի Քյաբաբաշեն։ Գնանք քյաբաբ վերցնենք, բան, խորոված էլի։ Որ մեր Արտուշ աղբերը աուտո խմող տղայ ասի, այ աղբերի չկել է, երկու հատ տորտ վերցե եկե, յանը ինչ էլի։ Շո։ Հիմա ինչ եմ Մնացեք մեզ հետ։ Մնացեք մեզ հետ, ճիշտ է։ Մնացեք միշտ մեզ հետ, հետևեք մեր ալիքներին, ուրախ բաներ ենք անելու։ Նոր պրոյեկտ ենք սկսում ես ու Խաչիկ Արենցին։ Ստեցինք մենք պատահական, հեքիաթերի երազել հեքիաթային։ Սիրեցի քեզ այնքան, Խաչիկ Արենցի դուռը չես փակել։ Նորից բաց մի քիչ ուժեղ խփի բարեկամ։ 06-ն է փակում մեր ճանապարհը, բայց ընդհանրապես էլ խնդիր չի, որովհետև մենք ուրախ ենք եւ գնում ենք դեպի ծաղկի խանութ որոնելու։ Վերցրեցինք խորովածը, վերցրեցինք ուրախության գինին, մենք ուրախ ենք, հպարտ ենք ու գնում ենք։ Մնում է գտնենք ծաղկի խանութը Սուրեն Ալանի։
դե ծաղկի խանութ կա, գիտես։ Հին օրը մեծ էլ գրած է, ծաղկի խանութ, ջոգի։ Դեսիչ մեծ սիրուն գրած է, հենա ծաղկի խանութն էլ երևում է արդեն։ Փունջ սեր ենք տանում հիմա։ Մի փունջ սեր ենք տանում, մի նախշի մեջ խառնվել է, բայց չէ երևաց։ Վարդան, միթե տորթը չես կարող տեղավորել միտեղ։ Եթե կարելի է մոտիկացեք, ելի մոտեցեք ծաղ։ Բարեկամներ, ահա, ծաղիկը արդեն մեզ մոտ է, վերցրեցինք մի փունջ սեր, հարգանք և ոգևորություն, որ գնանք, մամայան ի՞նչ է։ Մայրանուշ։ Տիկին Մարյանուշին նվիրենք ծաղիկները, որ Արտուշ է ունեցել, Արտուշն էլ մեր անուշ աղբերն է դարձել։ Ընկերություն ենք անում հեռակակարգով, Արտուշը կարող է չի ճանաչում, բայց դժվար չճանաչի, Վարդան, եթե չճանաչի էլի հարց չկա, բայց ամեն դեպքում ես մեծ սիրով գնում եմ մեր անուշ աղբորը ուրախացնեմ ու ասեմ, որ կյանքը լի է անակնկալներով։ Պետք է լավ լինես, միշտ լավ մտքով և իմանաս, որ կյանքը քեզ կարող է առաջ տանել, եթե ուզում ես, եթե ցանկանում ես ու պայքարում ես, հասնում ես քո ուզածին։ Դա օրենք է, որի մասին քիչ մարդ է խոսում, բայց օրենք է դա։ Եթե ուզում ես, ունես ցանկություն ու երազանք, անպայման մի օր դառնում է իրական։ Ահա, տեսեք, վերջ, բռնեցինք Նոյակերտի ճանապարհը։ Ես ու Խաչիկ Արենցին Վարդանի հետ Բեռնաշենցի։ Գնում ենք առաջ։ Նոյակերտի էսի մի ճանապարհն է, մի հատ էլ ունի, որ այն կողմով է։ Հա, երկու մոտք ունի Նոյակերտը, բարեկամ։ Ես մի անգամ եկել եմ այստեղ, դու եկել ես։ Եթե չես եկել, ուրեմն ոտքդ խերով լինի, Խաչիկ Արենցի։ Մենք եկել ասել ենք ու այդպես էլ եղել ենք կարծիքով։ Իսկ հիմա արդեն երյակ դաշինքն է գալիս։ Գնանք մեր Արտուշ աղբորը ուրախություն տանենք, սեր տանենք, քաղցրություն տանենք եւ անմոռանալի օր պարգևենք նրան, չէ՞ որ այսօր նրա ծննդյանօրն է։ Գնում ենք, գնանք։ Բայց տանտեղը ոնց են գտնում, օգնող ունենք ներսից։ Տիկին Մարյանուշին դիմենք, թե զանգենք տնից։ Հարցուփորձ ենք անում, всё։ Մեր անակնկալը ստացի։ Շատ բարի բարեկամ, հենց հիմա գնում ենք մարդ գտնենք, որ հարցուփորձով հասկանանք ուր ենք գնում։ Ահա, հենց այսպես։ Գեղեցիկ դաշտերի միջյան ճանապարհն է սա, որը մեզ կհասցնի Նոյակերտի հետնամաս գյուղի մի այն կողմը, որը որ շքամուտքով չի, բայց մյուս կողմից շքամուտք ունի եւ գրված է Նոյակերտ։ Հիմա մենք անցած անգամ էլ էլի եկանք, ագին ման եկանք, բայց հետո գտանք, հա։ Հիմա մեզ պետք է մարդ ով դրսում է այս պահին, դուրս է եկել ղուլլապ ծխելու։ Սա մարդ կգտնենք, ձեր չի, սենց եկում ենք, հետո աչական մտնում ենք գյուղա մեջ։ Չէ կգտնենք մեր Արտուշ աղբորը։ Մարդ չեմ տենում։ Աշխատավոր ժողովուրդ են, Շուտ են, դաշտերը տեսել ես։ Յուղի կողի դաշտերը տեսել ես, ահավոր մեծ դաշտեր են։ Այս տեսանյութի մեկնաբանություններում գրեք, եթե ձեզ հետաքրքիր Խաչիկ Արենցու անցած ճանապարհը մի հատուկ հաղորդում կմտածենք, կազմակերպենք գեղեցիկ լեռների գրկում Հարույկի շուրջ Արենցի Խաչիկից մենք կվերցնենք հարցազրույց։ Ես վստահ եմ, որ շատ ու շատ մարդիկ կարող են ոգևորվել այս մեր արածից։ Մենք հիմա Նոյակերտ փորձում ենք ճշտել Արտուշես տանտեղը։ Ուղեկցում եմ Վարդան, Մերսեդեսյան ճանապարհ են մեզ ցույց տալու, բայց միշտ ճանապարհը ցույց տան, մենք ճանապարհ տանք թող հետևի մեքենաները անցնեն այսենց։ Այն է կտել։ Հա։ Անուշ աղբերները դաշտից եկել էին հոգնած։ Բարի օր ձեզ, բարի օր։ Հարգելի Նոյակերտի անուշ աղբերներ։ Այդ ավտո ունենք հետևից, հա դու ես Վարդան։ Չէ։ Արել է ավտո կա, հա, եկավ կայնավ, լավ։ Մեր որոնումները թեժանում են, ընկերներ։ Կային։ Mercedes C մակնիշի մեքենան անուշ աղբերների, ովքեր դաշտում աշխատել են, Խաչիկ Արենցի անուշ աղբերը, աշխատել են, հիմա էլ եկել են բան, էլի, եկել են տենց հանգստանում են, ես գնացի բանարի, խանգարի, դու էլ եկար վաբշե խանգարի, հիմա տղերքը մեզ ճամպա են ցույց տալի, բայց մեծ սիրով, էլի, անուշ աղբերներ են, մեր հայ երիտասարդներն են, որ պատրաստակամ են օգնելու եւ առաջնորդելու լավ մտքերն ու բարի գործերը։ Գնանք հասնենք մեր Արտուշ աղբորը։ Արտուշ հիմա մեզ սպասում է քո ջոգելով։
Սրտի խորքում զգում է, չէ՞ որ ինչ-որ բան լնելու է։ Հա, ինձ թվում է չգիտի։ Սրտի խորքում, էլի, դες թեթևակի։ Հիմա պաստորեն աճախում է զարգացման կենտրոն։ Լույսի կենտրոն, այո, զարգացման։ Լույսի կենտրոն ինքը ընդ է ինչ է սովորում։ Աճախում, սովորում է, կրթվում է, Հա։ ունի լավ ընկերներ։ Հա, Արտուշի ընկերներին հատուկ բարևներ։ Իմացեք, որ դուք շատ կարևոր դեր ունեք իր կյանքում, լավ եղեք իրար հետ, իրար օգնեք ու առաջ գնացեք։ Ու ընդհանրապես ընկերասեր լինելը դա մեծ ձիրք է եւ տրվում է Աստծուց։ Ճիշտ օգտագործեք։ Հա, Այս բանը վերևի ճամփով բանանում էլի։ Մենք ներքևով եկանք, չէ՞։ հա, մենք ներքևով եկանք, բայց ցես որ գնանք, էլի դուրս են գալու ճանապարհ, էլի, հետա ջոգիր։ Յուղը երկու մուտք ունի, էլի։ Հիմա այս ճամփով որ մինչև վերջ եկանք, դուրս են գալու յուղից։ Ունդե գերած է Նոյակերտ կամարով։ Հենա երևում է կամարը, տեսար։ Այո։ Սա շատ մեծ իրադարձություն է մեզ համար, Խաչիկ Արենցու հետ եկել ենք անակնկալ անելու։ Ես վաղուց այս երազանք ունեի, դեռ Արամ Գալստյանի, Հայրիկի Գալուս Գալստյանի ծննդյան օրն էի ուզում Խաչիկ Արենցու հետ գնալ, բայց քանի որ Խաչիկ Արենցին այդ օրը գնացել էր մեր շատ սիրելի Ջավախք, մենք գնացինք առանց Խաչիկ Արենցու, բայց ինչպես ասում են, եթե ուզում ես, ցանկանում ես սրտանց, վաղ թե ուշ ուզածը դառնում է իրական։ Հա, աղբերները ոնց որ հասան տեղ, այս տունը կլի երևի, հա։ Այս տունն է։ Շնորհակալ ենք։ Աղբերներ ջան, շատ գոհ ենք։ Ձեր թանկ ժամանակից կդրեցինք ձեզ, շնորհակալ ենք։ Մեռնեմ ձեր սրտին աղբեր, այսպես միշտ ուրախ ըլեք, լավ ըլնեք ու աշխատասեր ու օգնող աղբերս։ Ուժեղ անակնկալ ալնելու։ Մնում է որ вообще չսպասի էլի որ գալիս ենք։ Այս ինչ է լավ 4 Դու նվերներն ես վերցե, չէ՞, տղայի։ Լսի, ինքը դուրսը տեղ կա, չէ՞ որ Խաչիկ Արենցին կայնի սպասի, որ հետո ասեմ, գմպիկ վերցիր։ Մի հատ վերցի, սա։ Կայնել տենանք։ Ապեր կա դուսնա։ Զալում, հա։ Բախեն սա դուրսը, աղբեր։ Սա դուրս է կա։ Հələ մը ճշտ է էլի։ Ահա, մեզ սպասում են, դուրս են եկել, որ դիմավորեն։ Բայց դու սպասի էլի, դու սպասի, այդ սիրուն կային, հա։ Խաչիկ Արենցու սպասողական վիճակը նկարի, ինքը հիմա լարված է, որ բան անում էլի, որ հիմա պետք է անակնկալ անի ու լարվել է, հա, գնացին ներս գնացին, հա։ Աղբեր, ներսնա, հա, Արտուշ չէ։ Հա։ Հա, բայց դե կանիս։ Ունա, աղբեր ստե դու որ վերցես։ Վերցես գա։ Հա։ Վերցիկը սպասեցին դա փաթաթը։ Պատրաստ ես Խաչիկ Արենցի բարեկամ, հա։ Շատ Արա ինչքան ես դու սիրում մեր Արտուշին, գնացին։ Ստե է։ Մտնում ենք ձախենք անում։ Մենք ողջունում ենք բոլոր ավակ մասներին, հատավ ծափեր տվեք։ Արտուշ, այ աղբեր, դու ուզնից հայտնի ես, գիտես կեզ իշքան եմ տեսը ես, բարև աղբեր ես, ծնդ ծնորավ։ Դու անակնկալ ունես, եկել են քեզ ուրախացնենք ու գիտես չէ, բոլորը քեզ իշքան են սիրում։ Այդ ձենի չացրեք, որ ես խոսամ չի լում։ Արտուշ աղբեր, նայ, ես քեզ բերել եմ կախարդական մոմեր, որ երազանք պահես փչես, լավա տրամադրությունը, ուրախ ես։ Գիտես չէ, բոլորը քեզ իշքան են սիրում։ Դե մի հատ ծափեր տվեք, որ համոզվի։ Արած որ ծափեր տաս։ Տես, ցանկացած ինչ երազանք ուզում ես պահի, իմացի կատարվելու է, որովհետև դու շատ սիրված ես ու հաջողակ, ինչ ուզես կլինի։ Գիտես չէ։ Դե երազանք պահի փչի տնանք ինչ ալնում։ Իմ կյանքը լցրեցիր սիրով։ Ծափեր տվեք։ Ես քաղցրությունը վերցրու։ Ես բերել ենք քեզ ուրախացնենք, բայց հələ չեմ ասում ում կողմից։ Ուզում ես տորթդ մի տեղ դիր, որ ես քեզ հիմա ծաղիկներ տամ։ Ու գիտես ինչի համար եմ տալու ծաղիկներ։ Հա։ Պատկերացնում ես ինչի համար տամ։ Տես դե գերված է մի քունչ սեր։ Ում ես դու ամենաշատը սիրում։ Բոլորի։ Բոլորին, բայց մեկը կա չէ, որ սրբությունն է, մենակ ինքն է, իրանից չկա է։ Մայրիկը կա։ Դե մայրիկին կնվիրես ու կգերկես, որ ինքը քեզ հա, որ ինքը քեզ կյանք է տվել, ուր է մաման։ Հեսա, գիտես։ Հա,
Նվիրիմ Մատիկներով գերգիր հայ Ես աշացին դուր մամային հետո նոր մնացած է։ Դե մի հատ լավ ծափեր տվեք։ Ու քեզ մի բան էլ ասեմ։ Քո անակնկալները էլ շարունակվում է։ Վարդան դու անակնկալը տուր ինձ էլի։ Դե նույն պահին տուր ինձ։ Գիտես ինչ անակնկալ ունես։ Անակնկալ ունես որ մեծ էր էլի չէի կարա բերեի, բայց ստացվա բնես որ հիմա իրար հետ պետքա բերենք։ Բա ասել ես որ բերեն։ Ասել ես որ բերեն։ Ասել է։ Ալես լույս աշխարհ եկավ հոգուս կյանք տվեց երկար սիրտս երջանկա հելաց հելա սպասել են քեզ շատ երկար վերջապես աշխարհ եկար մանկան ճիչը թող լսվի երկար Ալես լույս աշխարհ եկավ հոգուս կյանք տվեց երկար սիրտս երջանկացել ջահելաց հելա Սպասել են քեզ շատ երկար վերջապես աշխարհ եկար մանկան ճիչը թող լսվի երկար Սպասում էիր իրան որ կգա։ Մեռնեմ ջանիդ Մի քիչ լծվել է աղբերս, հա? Դե լավ է էլի գործը։ Մեռնեմ ջանիդ Դու առաջ։ Աշկես Գիտես չէ Ոնց է իշքաներ լավ է ուզվել։ շոու Դու այդ ինչ ուժեղ տղա ես որ խաչի կարենցին քո համար հուզվում է աղբեր։ Հա? Ինքիմ գանձն է, գանձը Ապագա հայ զինվոր, հայրենասեր տղա, լավ տղա Չէ, ցավը տղա Ինչ ունես ասել, մի բան կաս, ասես թե չէ։ Ինչ ասի, ինքը արդեն Ամեն ինչ կանի որ բալեն երջանիկ Իմ ընկերներն են, ցավը տանը, կոնկերներն են Ստեփանը, Մարգարյան, Վարդանը Իմ լավ ընկերներն են, սրանից հետո Իմ ընկերների հետ էլ դու կշփվես ընկերություն Դու մեր ընկերոջ ընկերն ես, ուրեմն մեր ընկերն ես։ Այսօր եկել ենք լավ ուրախացնենք քեզ, ցավը Գիտես շատ ինչի համար ենք եկել։ Եկել ենք որ քեզ ասենք, ուժեղ մարդը ամեն ինչի կարող է հասնել, դու կհասնես, չէ՞։ Ուժեղ ես, չէ՞։ Անպայման, ինքը ուժեղ հզոր տղա է Ընկերներդ էլ են, չէ՞ քեզ շատ սիրում։ Ընկերներս թիմա մարդկաս թե չեն եկել։ Չէ։ Բայց իրանք քեզ շատ են Դե սիրում։ նստենք ծանոթանանք նա ժողովրդի հետ, Հա, շփվենք ծանոթանում ենք էլ։ Քո բարեկամներն են բոլորս դե, այ կասները։ Ես կարամ ծանոթացնել։ Դե հեսա ծանոթանում ենք։ Որ Խաչի Կարենցին ուզում է ծանոթանալ, պետք է ծանոթացի։ Նա իր երկիրից շատ է եկել։ Հա, դու էլ ես երկում Խաչի Կարենցու երկեր։ Ես վերջի երկեր շատ ես լսել։ Հա? Կարաս երկես։ Որ ասում առանց քեզ ապրելը գուցե անհնար է, հա՞։ Ժորժան այդ կամերաներ բանը չանչատեք, նստեք շփվենք, էլի։ Այլ նստեք, էլի նստեք դուք շփվեք մենք։ Շորերովա տղասա, միշտ տղասա, բանի կանոնը, իրա բալիկներն են։ տվեց երկար սիրտս երջանկացել ջահելաց Քեզ բողնիկնա, հորոքորս աղջիկնա, քեզ տղենա, մորքրիս քեզ աղջիկնա։ Այնը քեզ տղենա։ Հավաքվել եք որ ծննդը նշեք։ Բայց ապերես դու ասում ես նստեք մենք լիքը բան ենք բերել, ոչ չենք թողելու ապե մեր սարի։ Նստել եք եկանք։ Լավ, մենք հեսա Օգնող ապես։ Հա։ Արի Արտուշ, արի այ ապեր, սաղ ճամփին քո մասին ենք խոսացել։ Արի տենանք ինչ կա չկա։ Եկավ Արտուշ։ բոյին արա։ Լրիվ ապեր լավ մեծացել է։ Վիդեոյի մեջ այդքան մեծ չէր երևում։ Ուժեղ տղա է իմ Արտուշը։ Ապեր ինքը ասել է, չէ՞ որ ուժեղ ալելու։ Անցից հավը տանեմ, արի։ Արի եթանք աղբեր։ Ագին բան կա էլի տուն բերելու։ Բայց դու ո՞նց ես արել որ Խաչի Կարենցին քեզ այսքան սիրում է, հա։ Ես էլ Իրան եմ սիրում։ Հա, դու էլ Իրան ես սիրում, դրա համար է տենց էլ է, հա։ Բայց զգուշ բան չգա ընկնի, էլ նա ընկնող բան կա։ Չէ, ո՞վ է շարը որ ընկնի։ Չի ընկե ոչինչ, բարեկամներ, ամեն ինչ տեղում է։ Հիմա ո՞նց ես այդքան իջեցնելու, կա օգնենք աղբեր, օգնենք քեզ։ Միանշան։ Ապեր ես բան եմ պահել, դամն եմ պահել էլի։ Բայց ես այդ կպահեմ աղբեր, դու ենի օգնի էլի։ Если կարաս վերցնես դու։ Ապրես։ Молодцы, ребята։ Ուժեղ։ Ինչ ծանր բաներ ես արել։ Всё, ելն դե արդեն մնացած է։ Անկա բաներ է աղբեր, էնի։ Արդեն Ոնց է, հլպատնի ուր ես։ Արի, անցից հավը տանեմ, անցի։ Հլպատմի տեսնեմ։
Դպրոցում ոնց է առօրյան անցնում դասերը ախպերես։ Այսքանի օր անընդհատ համերգների, առիթների մեջ եմ լինում, անընդհատ Տաթև քուրիկի հետ ասում ենք գանք, այցելենք, միշտ ժամանակի խնդիր է լինում, բայց հենա որոշեցինք գանք ցավը։ Իսկ ասեք որտեղ դնեմ տիկին մանուկ, չէ, ասեք ծանր է, ասեք ես։ Հա, վառեցի։ Ախպերս դուրս տեղավորեմ։ Տեղափոխված է։ Այսինչ լավ։ Չէ, մենք երեխեքն են ստենում։ Մենք մեծերը ոնտեղ։ Երեխեքը բանաստեղծություններ գիտեն։ Այսինչ խելացի աչքերով բալիկներ են։ Հայլ փլուն աչքեր ունեն բոլորն են։ Մանավանդ փոքրերը։ Փոքրիկը Ինչ եք անում է։ Մեր ապագայի շարունակողներն են բալեքը։ եկեք, մեծեք նստեք։ Դե դուք նստեք, մենք Նստեք, տեղավորվեք։ Տեղավորվեք, Ժորժ ջան, եկեք։ Համեցեք։ Ախպերս դու նստի, դու այսօրվա հակավորի ախպերն ես, դու պետք է տեղավորվեն ժողովուրդը, արի ցավը տանեմ։ Նստի բոլորին հրավիրի թող գան նստեն, հա, ցավը տան։ հրավերքներ արա։ Տելոքս։ Շատ խելացի աշկեր ունես։ Բա։ Սնման ես։ Սաղ ունես, հա, որ առաջ եկաս։ Ու կեթ անպայման։ Հա։ Սես լավ ախպերներ կան կողքդ կանգնած, ցավը տանեմ։ Լավ։ Անես զգասպի կային, ախպեր, արի նստես օգտոցն, արի նստի, արի այնտե նստի թող խաչի։ Ազատ նստի, ցավը տանեմ, նստի։ Դու էլ ազատ նստի, ախպեր։ Դու նստի, թող ինքը կողդ նստի, էլի նստի, գիր, ավելի Նստի կողքս։ Այդ այնս։ Արի նստի գիրկես, հələ քելա նստի կողքս, հələ կային նստի ոտիս։ Այսպես չեն նստի ոտիս էլի։ Այս սենց եմ ուզում ես։ Չի թեթևա։ Թո սենց ոչինչ թո նստի ախպերս, թո նստի։ Ժորժ ջան, տեղավորվեք, նստեք։ Տեղավորվեք, տեսնենք ինչ կա, Ինչ կա, հələ պատմի տնեմ։ Ախպերս նայ։ Ամերոքեն ձյացմա խաչի գախտերը չի գալու, ասեմ ինքը ստեչի։ Դուրս ա գնում։ Այս քանի օր անընդհատ համերգների, առիթների, հա։ Ձեր անձներս Ապրեք, շնորհակալ եմ, Աստված բոլորիդ բալիկներին Որով թեմա է ֆախմես։ պահի։ Չի կարենցին է եկել։ Դա ոնց ախպերս է եկել։ Արտիսկի ախպերն է եկել։ Էլ ինչ կա, չկա, հələ պատմի կիսվի։ Չի խոսում։ Այսօր եկան վեդի։ Ահա։ Եկան վեդի։ Դա Այսօր ինչ եք արել, հələ պատմի տեսնեմ։ Գնացել ենք, բա խաղացել ենք։ Ահա։ Իսկ դասերից ինչ եք սովորել, ինչ եք անցել։ Այսօր բնություն արեցինք։ Բնություն։ Տեղեկություն գրեցինք։ Ավելի շատ որ առարկայով ես հետաքրված։ Մաթեմատիկա։ Մաթեմատիկա, մալադեց, ապրես։ Լավ սովորի ցավը տանեմ, մամային պետքա լավ պահես։ 5-րդ դասարանը Արտուշս։ Վերաս 7 տարի։ Դու արդեն սկսել ես կասկածել, որ չի գալու, չէ։ Դու Արդեն ուշ մտածում էիր մոռացել եմ քեզ ախպերես։ Չգերես։ Սովորելի կգա բան, չէ, դες բաներ էր մտածում, մեկ է տեսա։ Մեկ էլ։ Մենք քեզ ընտանիքով էլ բոլորս շատ սիրում ենք, ցավը տանեմ։ Մեզ հետ չես, ճիշտ է, բայց ամեն Աստծո օր քո մասին խոսում ենք, մտածում ենք անընդհատ, ուղղակի ես համերգների հետ կապված, առօրյայի հետ կապված անընդհատ ճանապարհներին եմ լինում շատ ժամանակ։ Այսօր բայց ինքս ինձ խոսք էի տվել, ասի պետքա գամ, շնորհավոր եմ իմ աղբոր ծնունդը։ Իմ լավ ընկերներից զանգեցի, Ստեփանս էլ մեր Եղեգնաձորի, Վայոց ձորի մարզի իմ լավ ընկերներից է, ակտիվ, ուրախ, ասեց գնանք միասին ուրախացնենք բալին, ցավը տանեմ։ Քո աղբերն է էլի։ Ասում եմ այդ մի աղբոր ծննդը շնորհավոր եմ, աղբերն էլ ինձ չի ճանաչում։ Մեր ախպերը չի ճանաչում։ Լավ է, ոչինչ կծանոթանա հեսա քեզ հետ։ Ցավը տանեմ։ Դա մոտակա ժամանակներս էլ կհանդիպենք, ցավը տանեմ, անպայման։ Դուք ձեր գործերով եղեք։ Այ մեռնեմ ջանիդ։ Մոտակա ժամանակներս ընտանիքով կհանդիպենք աղբերս։ Հեսա մեր բալիկն էլ թո մի քիչ մեծանա, նորա ծնվել մեր բալեն։ Քեզի քույրիկ ա ծնվել, ցավը տանեմ։ Անպայման դուք էլ ընտանիքով կգաք մեր տուն, մենք կգանք։ Հա? Կան շատ մի մտածի։ Մի մտածի, մի նեղվի, ստեղ ենք, մի քանի կիլոմետր ընդամենը մեզ բաժանում, ցավը տանեմ։ Երբ էլ դու գիտես, երբ ուզես, 24 ժամ կարող ես ինձ զանգել, չէ՞։ Միշտ հասանելի եմ քո համար։ Շատ հաճախ գործի մեջ եմ լինում, աշխատանքի չեմ կարողանում վերցնել, հետո բայց հետ եմ, չէ՞ զանգում։ Ինչ ճիշտնա, ճիշտը խոսանք։
Ցավը տանեմ։ Բայց իմացի օրվա 24 ժամը հասանելի եմ քո ընտանիքի համար։ Իմ ընկերների հետ միասին, ցավը տանեմ։ Ձեզ ուզում ենք մաղթենք լավ ժամանց, լավ տրամադրություն, բարի ժամանց։ Մենք անուշ արեք, Շարժվենք։ Ոչինչ, միտեղ էլ պետքա, հա, բան անենք, բայց կգան քրլ, էլի կհանդիպենք։ Չտխրես աղբերես, լավ, չտխրես լավ եղեք, Ժորժ ջան, Աստված թող օրհնի ձեր օջախը, ձեր տունը, կհանդիպենք Տիկին Մարանոսյան։ Կարևորը մարդու սիրտը լայն լինի, Արտուշս էլ ձգտող բալա է, ինքը միշտ գիտի, ապրես մեղնեմ ջանիդ, միշտ իմացի 24 ժամ կողքդ կանգնած է, քո աղբերը, քո ընկերները, ցավը տանեմ։ Չէ, հավատացեք, մեծ սիրով կնստեինք, միտեղ էլի գործ կա, մի փոքր, որ մտնենք, հասցնենք, հա։ Լավ եղեք, մենք ենք շնորհակալ, ցավը տանեմ, Աստված օրհնի ձեր օջախը։ Լավ եղեք, ահա։ Ապրեք։ Չէ, ինքը մենակ չի, ինքը ունի լավ ընկերներ, լավ հարազատներ։ Լավ եղեք, Ժողովուրդ ջան, ստեսություն ձեզ։ Շատ շնորհակալ եմ բոլորին։ Մենք ենք շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք, Տիկին Մարանուս ջան։ 24 ժամ հասանելի եմ։ Երբ պետքա զանգեք, անպայման կապի մեջ կլինենք, ցավը տանեմ։ Ստեսություն, հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Լավ եղեք։ Ձերոնց էլ կբարևեք։ Ապրեք, Ես գալիս եմ, ինձ հաջող մի հատ։ Գիրարետ ենք, այո։ Ապրեք, Ժորժ ջան։ Ձեզ լավ հեչատային եմ նկարի ես վերջի պա, mən թատիկով արա, հլնդե չի ուզում թողի, որ խաչի կարենցին գնա։ Լավ, արի մետ գերկի, արի։ Լույս աշխարհ եկավ, հոգուս կյանք տվեց երկար, սիրտս երջանկացել ջահելացել, սպասել ենք քեզ շատ երկար, վերջապես աշխարհ եկար, մանկամ ճիչը թող լսվի երկար։ Չէ, աղբեր, հա 3-4 տեղն է ինքը։ Սերով։ Լավ եղի, աղբերես։ Բարի գիշեր։ Ջան։ Հա։ Ինչ տպավորություններ, ուզածը տեղավ, ուրախացա, չէ, արա շատ են ուրախացել, ես չէի սպասում, որ տես ուրախանա։ Շատ լավ թող ուրախանա, թող բոլոր մանուկները ուրախ լինեն, աղբերս։ Մենք եսի միշտ մի մանկություն չենք տեսել, գոնե մեր ապագա գալիք սերնդի երեխեքը։ Ինչքան կարանք նենց անենք, որ լավը զգան, ուժեղը լինեն, իմանան, որ կյանքում լավ բաներ են կան։ Ապագա զինվորներ են հայ ազգի, իրանց դուխը պետք է միշտ լինի շատ բարձր աստիճանի վրա։ Ահա եկավ Վարդանը, դու էլ դուրդ ուզում ես բաց փակի մի պահ, բարեկամ։ Մեզ ուղեկցում են, որ դուրս գանք գյուղից, հավուր պատշաճի, հաջողություն, լավ մնացեք։ Ես միանշանը կարող եմ ասել, որ մեր գալը պետք էր, մեր անուշ աղբերը Արտուշ իրան լավը զգաց ու եւս մեկ անգամ իմացա, որ կյանքում հրաշքները իրական են։ Ընկերս, ես էլ շնորհակալ եմ քեզանից, որ միացար ինձ, եկար միասին մեր հայորդուն, մեր լավ բալին ուրախացրեցինք, լավ էմոցիաներ պարգևեցինք, լավ անմոռանալի տրամադրություն տվեցինք։ Թող աշխարհին լինի խաղաղություն, մեր հայ ազգի զավակներն էլ մեծանան դուխով, հզոր բալիկներ մեծանան, հայ ազգի համար պիտանի մարդիկ ձևավորվեն, որ մեր երկրի հիմքը, արմատները լինեն ամուր, ամրապնդված։ Շատ լավ բաներ ասեցիր, բարեկամ։ Դա ինձ շատ դուր եկավ։ Դե ինչ բարեկամներ, մնացեք մեզ հետ, իսկ մենք նման պրոյեկտներ դեռ կանենք շատ իրար հետ։ Ապագան շատ պայծառ է մեր տեսանյութերում։ Մենք շարունակելու ենք ուրախացնել ում կարող ենք, ինչքան կարող ենք։ Բարեկամներ, հարգանքներս, այսօր հոկտեմբերի 8-ն է եւ ունենք հրաշք միանակնկալ քույրիկների կողմից
սիրելի քույրիկին։ Երկար տարիներ են անցել, բայց սերն ու հարգանքը մնացել է ու պահպանվում է։ Հետևաբար մենք հիմա գնում ենք այդ հարգանքն ու սերը տեղ հասցնենք։ Սիրված քույրիկին ասենք շնորհավոր ձեր ծննդյան օրը, ձեր քույրիկները շատ են ձեզ սիրում։ Այո, սերն ու հարգանքը կա, առկա է։ Իսկ մենք գնում ենք մեր տիկին Գոհարի ծննդյան օրը շնորհավորենք։ Ինձ էլ շատ հարազատ մարդ ենք, ահա նրանց դարպասը, Կապտաբուն Գլաձոր գյուղն է, ընկերներ։ Եվ մենք իջանք Վերնաշենից, որովհետև մենք էլ Վերնաշենից ենք, ընկերներ։ Գնանք շնորհավորենք մեր տիկին Գոհարի ծննդյան օրը։ Խաղողներ արագ որ հանկարծ։ Օ, հարգանքներս տիկին Գոհար, ինչպե՞ս եք։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Լվասվես, դե լվասվի լավ։ Դե քանի դու լվասում ես, ես էլ խաղող եմ ստե, տեսե դուրս եկել, հա։ Հա, այսպես կայն։ Mən xalq udan qardı. Min qardı. Սիրուն է։ Այն պահը երբ իսկապես հոբելյարը գեղեցիկ է, առօրյա, իսկ մենք ուզում ենք համոզենք, որ սիրունյա չի համոզվում։ Նոր կանդ է, տեսար։ Հա, այնա ճաշ ես ծարկում։ Դե այնա, վեր, սարտով է տա։ Շնորհավոր ծննդյան օրը ունես շատ սիրուն անակնկալ, շատ սիրուն մարդկանց կողմից, սիրուն ու նուրբ մարդկանց կողմից։ Ում կողմից կլինի, բայց։ Աննայի կողմից, իմ երեխայի կողմից։ Աննան շատ է սիրուն, բայց Աննայի կողմից չի։ Շատ հին սեր է, Սերը երեխայ է։ Ասեմ ում կողմից, ասեմ, լավ։ Հա, սա բոլորը քեզ շատ սիրում են, բայց ես անակնկալը քո քույրիկների կողմից։ Նայրայի գլխավորությամբ։ Շատ սիրում են քույրիկին, առողջ լինես, լավ լինես, հարգանքներ ու սեր են ուղարկել։ Դե մոտ երազանք այդպիսի պահի եկավ վրա հասա։ Ուրես գնում խնդրում եմ ձեռքը դուր Դե այս քաղցրությունը վերցրել քո համար է։ Այսօր որ օրը հեքիաթային դառնա։ Այսօր տես ինչ հեքիաթից ծաղիկներ ենք բերել։ Ես լավն է։ Սիրուն նուրբ ծաղիկներ քույրի։ Թե կյանքում կփորձես ինչ-որ բան լուր թաքցնել Չէ շատ ենք ես սիրում։ Հադե բա։ Հա, բա սեր կա, սերը միշտ լինելու է, դե շնորհակալ ենք, ինչ ասեմ։ Ասեք գոնե հյուրասիրեմ։ Դե հենա հյուրասիրվում եմ ես արդեն։ Հենց ինչ լավ խաղող է, հələ նա ինչ լավ խաղող է։ Արևս էս թափանցում է։ Վարդան մտե դու գողացի, հա։ Հենա այս քո գլխավերևում կա։ Բա։ Շնորհակալ ենք։ Դավոր հեքիաթային նոր։ Ահա բարեկամներ։ Երկար տարիների մեջով անցել է քույրիկների սերը եւ շարունակում է մնալ։ Իսկ իմ սերը խաղողի հանդեպ միշտ կլինի։ Դե ես ոչ չեմ ասի։ Իրանք գիտեն, ով ուզում է, ով հավանում է մեր գործը, լայքում է։ Բաժանորդագրվում ու մեզ հետևում է, չէ՞։ Դա այն բանն է, որ ստիպողաբար չի կարող լինել, հետևաբար բարեկամներ ոնց ուզում եք։ Եթե ուզում եք ցույց տալ ձեր սերն ու հարգանքը մեր գործի հանդեպ, ձևը գիտեք։ Դրա ձևը լայքելն ու մեկնաբանություն գրելն է։ Եթե չեք ուզում ցույց տալ, ուղղակի մի նայեք կամ նայեք ուղղակի անտեսեք ինձ իմ արած գործը։ Մեր հրաշք Վերնաշենը։